Ողջույն։ Եկեք քննարկենք մի այսպիսի խնդիր։ Դիցոք ունենք ենթադրենք 24 քառակուսի մակերեսով թուղթ կամ ստվարաթուղթ եւ ուզում ենք այդ թղթի միջոցով պատրաստել մի այսպիսի տուփ, այսինքն ուղղանկյունանիստ, որի այս ձախ եւ աջ նիստերը քառակուսիներ են։ Եվ հարցը հետեւյալն է. ամենամեծը ինչ չափի տուփ կարող ենք պատրաստել, այսինքն այլ կերպ ասած, մեր այս ուղղանկյունանիստի ամենամեծ հնարավոր ծավալը որքան կարող է լինել։ Եկեք նախ փորձենք հասկանալ, թե ինչպես է կարելի մտածել այս խնդիրը լուծելու շուրջ։ Նախ ինչպես օգտագործել մեր ունեցած այս տվյալը, որ ընդհանուր մակերեսը 24 քառակուսի մետր է։ Մի մոտեցում կլինի, օրինակ, եթե վերցնենք, փորձենք մակերեսը արտահայտել ինչ-որ x-y փոփոխականների միջոցով եւ դա գրել, որ հավասար է 24 քառակուսի մետր։ Ինչ նկատի ունենք այդպես ասելով, եկեք վերցնենք, օրինակ, այս կողմը նշանակենք x-ով, մյուս կողմը նշանակենք y-ով։ Քանի որ մեր ձախ նիստը քառակուսի է, ապա այս բարձրությունը նույնպես հավասար կլինի x, եւ սա նույնպես հավասար կլինի x, իսկ այս մյուս կողմը ուղղանկյուն է, հետեւաբար կունենանք x, y, x եւ այդպես շարունակ։ Այժմ, քանի որ մեր ուղղանկյունանիստը ըստ էության բաղկացած է 6 նիստերից, որոնցից երկուսը ահա այսպիսի քառակուսիներ են x-ը x-ի վրա, իսկ վերևի, ներքևի, դիմացի եւ հետևի նիստերը x եւ y կողմերով ուղղանկյուններ են, ապա մեր այս բոլոր նիստերի մակերեսները իրար հետ գումարած կլինեն, ուրեմն 4 հատ այսպիսի նիստ ունենք, այսինքն 4 անգամ x-y մակերեսով գումարած, երկու ձախ եւ աջ նիստերի համար էլ այսպիսին են, այսինքն գումարած 2x քառակուսի։ Մեր ընդհանուր մակերեսը բոլոր այս 6 նիստերի համար կլինի 4xy գումարած 2x քառակուսի, որը մյուս կողմից գիտենք, որ հավասար է 24-ի։ Ուրեմն սա գրելով հավասարացնելով 24-ի, կստանանք այսպիսի մի առնչություն։ Կարող ենք իհարկե երկու կողմը բաժանել 2-ի, ունենանք 2xy գումարած x քառակուսի հավասար է 12, եւ այստեղից կարող ենք y-ից ազատվել, այսինքն այն արտահայտել x-ի միջոցով, կունենանք y-ը հավասար է 12 հանած x քառակուսի բաժանած 2x։ Ահա ըստ էության y-ը արտահայտեցինք x-ով, այսինքն բավական է իմանալ x-ի արժեքը եւ մեր ուղղանկյունանիստի բոլոր կողմերը, այսինքն մեր տուփի բոլոր այդ չափումները կունենանք։ Բայց չմոռանանք, որ մեր համար անհրաժեշտ էր հաշվել սրա ծավալը, ավելի ճիշտ գտնել ծավալի հնարավոր ամենամեծ արժեքը։ Եկեք փորձենք հասկանալ, թե ինչպես է նախ ուղղանկյունանիստի ծավալը արտահայտվում այս x-ի միջոցով։ Քանի որ ցանկացած ուղղանկյունանիստի համար նրա ծավալը հավասար է իր բարձրության եւ հիմքի երկարության ու լայնության արտադրյալին, իսկ մեր մոտ բարձրությունը x է, իսկ հիմքի լայնությունը x, իսկ երկարությունը y, որը արտահայտվում է x-ի միջոցով, ապա կունենանք, որ ծավալը հավասար է x անգամ y, այսինքն x քառակուսի անգամ y, եւ այստեղից y-ի արժեքը տեղադրելով կունենանք x քառակուսի անգամ 12 մինուս x քառակուսի բաժանած 2x, որն էլ բարձրացնելով կընդունի հետևյալ տեսքը։ Բաժանում ենք 2-ի, ունենում ենք 12x հանած x խորանարդ։ Սա փաստորեն մեր ծավալն է։ Եվ ըստ էության հարցը գալիս է նրան, թե x-ի որ արժեքի դեպքում այս մեծությունը կլինի ամենամեծը, այսինքն կընդունի իր ամենամեծ արժեքը։ Այդ հարցին պատասխանելու իհարկե տարբեր եղանակներ կան, ընդգծենք, որ ամենաստանդարտ ունիվերսալ բոլոր դեպքերում աշխատողը կլինի այն, եթե սա վերցնենք նշանակենք fx-ով, այս fx-ը արդեն կլինի անընդհատ եւ դիֆերենցիալի ֆունկցիա, եւ փորձենք գտնել այս fx-ի մաքսիմումի կետը, այսինքն x-ի որ արժեքի դեպքում f ֆունկցիան կընդունի մեծագույն արժեք։ Այս խնդիրը լուծելու իհարկե ստանդարտ ձև կա, վերցնում ենք ածանցյալը, հավասարացնում 0-ի, այլ կերպ ասած գտնում ենք ֆունկցիայի կրիտիկական կետեր, դե ածանցյալը հավասար կլինի, կարող ենք միանգամից գրել 6 հանած 3 երկրորդ x քառակուսի։ Որ կետում սա հավասար կլինի 0-ի, 0-ը կհավասարվի, եթե միանգամից կարող ենք գրել 12-ը հավասար է 3x քառակուսի, հետեւաբար x-ը հավասար է կամ +2 կամ -2։ Եվ քանի որ x-ը մեր այս ուղղանկյունանիստի բարձրությունն էր, ապա այն չի կարող լինել բացասական թիվ, հետեւաբար այստեղից միանգամից կարող ենք ասել, որ x-ը հավասար է 2։ Այսինքն գտանք այս f ֆունկցիայի միակ կրիտիկական կետը x հավասար է 2-ը, բայց դա դեռ չի նշանակում, որ այն մաքսիմումի կետը։ Այսինքն պետք է պարզել, արդյոք այս կրիտիկական կետը մաքսիմումի կետ է, մինիմումի կետ է, թե ընդհանրապես էքստրեմի կետ չէ։ Դա անելու համար նույնպես մի քանի ձևեր կան, դրանցից մեկը օրինակ կլինի, եթե վերցնենք երկրորդ կարգի ածանցյալը, որը այս դեպքում կլինի 6-ի ածանցյալը միանգամից 0 է լինում, այսինքն ունենում ենք -3x, եւ այս երկրորդ կարգի ածանցյալի մեջ տեղադրենք 2-ը։
Իհարկե, ինչպես տեսնում եք, ստեղ ցանկացած դրական թիվ տեղադրելու դեպքում կունենանք բացասական արժեք, այսինքն երկրորդ կարգի ածանցյալը երկու կետում կլինի փոքր 0-ից, այսինքն երկու կետում ածանցյալը 0 է, իսկ երկրորդ կարգի ածանցյալը բացասական, նշանակում է, որ երկուսը այս արտահայտության, այս f ֆունկցիայի մաքսիմումի կետը։ Եվ փաստորեն միակ մաքսիմումի կետն է։ Իսկ f-ի մաքսիմումի կետը, այսինքն այս երկու թիվը ցույց է տալիս մեր տուփի հնարավոր ամենամեծ ծավալը, այսինքն ամենաշատը ծավալը կարող է լինել այն արժեքը, որը կընդունի, եթե x-ը տեղադրենք 2։ Ուրեմն, եթե այստեղ x-ի փոխարեն տեղադրենք 2 եւ այստեղ էլ y-ը գտնելու համար x-ի փոխարեն տեղադրենք 2, կունենանք, որ y-ը հավասար է 12 - 4 բաժանած 4, այսինքն 2, y-ը կունենանք 2 եւ ծավալը հավասար կլինի 2-ի քառակուսի անգամ 2, այսինքն 8։ Փաստորեն ամենամեծ ծավալը, որ հնարավոր է ստանալ 24 քառակուսի մետր թուղթ ունենալով, կլինի 8 խորանարդ մետր։ Նկատենք, որ ամենամեծ ծավալը ընդ որում ունենում ենք այն դեպքում, երբ որ 3 կողմերը իրար հավասար են լինում։ Իսկ 3 կողմերը հավասար լինելու դեպքը նշանակում է, որ մեր տուփը պետք է լինի խորանարդ։ Ըստ էության, սա մասնավոր դեպքներ այն ընդհանուր պնդման, որ ֆիքսված մակերես ունեցող, ֆիքսված արտաքին մակերևույթի մակերես ունեցող ամենամեծ ծավալի ուղղանկյունանիստը խորանարդն է։ Ահա ըստ էության լուծեցինք խնդիրը, կառաջարկենք նաև մտածել հետևյալ խնդրի շուրջ, իսկ ինչ է կարելի ասել այս տուփի հնարավոր ամենափոքր ծավալի մասին։ Շնորհակալություն, այսքանը։